Շնորհակալ ենք Տեր օրհնե յուրաքանչյուրդ Աստծո խոսքեն պիտի գարտամ 100-րդ Սաղմոսացեմ 1-13 համարները Սաղմոս 103 1-13 Ով իմանցս օրհնե Տերը ու այն ամենը, որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը, ով իմանցս օրհնե Տերը և անոր բոլոր բարերարությունները մի մոռնար, որ գքավե բոլոր անօրենություններդ ու գբժշկե քու բոլոր հիվանդություններդ, որ գփրկե քու կյանքդ ապագանութենե և գբսագե քեզ ողորմությունով ու կթությունով, որ գլեցնե քու ձերությունդ բարությունով ու քու մանկությունդ արձիվին պես կնորոգվի, Տերը արդարություններ ու իրավունքներ գնե բոլոր զրկվածներուն, անիգա իր ջամփաները Մովսեսի ջանցուց ու իր գործերը Իսրայելի որդիներուն, բարեգութ ու ողորմած է Տերը, երկայնամիտ ու առատ ողորմությունով, անիգա մինչև վերջը չհագարագիր և հավիտյան ողջ չբահեր, անիգա մեր մեղքերուն համեմատ չրավ մեզի, ու մեր անօրենություններուն համեմատ հատուցում չրավ մեզի, հապա որչափ որ երկինք երկրե բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մե վաղծոդերուն վրա զորավոր է, որչափ որ արևելքը արևմուտքեն հեռու է, այնչափ հեռացուց մեզ մեր հանցանքները, ինչպես հայրը գկթա իր որդիներուն վրա, այնպես Տերը գկթա իր մե վաղծոդերուն վրա, թող Տեր օրհնե իր խոսքին ընթերցանությունը, նյութս պիտի ըլլա, ով իմ անձս օրհնե Տերը, այսինքն ով իմ անձս փառավորե Տերը, փառավորե Տերը։ Այս առավոտ մենք ալ Դավիթին հետ բոլոր սրտով գսենք, ով իմ անձս փառավորե Տերը եւ անոր բոլոր բարերարությունները մի մոռնար։ Քոապանության դոնին արիթով գարշե այս խոսքերուն վրա գետրոնալ վահմը եւ տեսնել թե ինչպեսի ճշմարտություններ կան, որոնք մեզի վերագրելի են։ Այս խոսքերը ցույց կտա մեգում ներսիտին կամ ներսի աշխարհի մեջ դիրող վիճակը։ Հագարականոր որ Դավիթ դժվար բարականերու մեջ է գանցներ, անցած էր եւ գանցներ, ըլլա ֆիզիկական, ըլլա հոգեգան։ Անոնք որոնք գիտեն Դավիթին պատմությունը նշմարելի է, որ ինչ նեղություններ գրեց։ Այսօր հետ մեկտեղ գսե, անոր բարերարությունները մի մոռնալ, ով իմանցս փառավորե Տերը։ Այս Սաղմոսը գսկսի, ով իմանցս օրհնե Տերը եւ գվերջացնե օրհնե Տերը ով իմանցս խոսքերով։ Փառաբանության եւ շնորհակալության Սաղմոս մնե այս Սաղմոսը։ Եվ ով իմանցս օրհնե Տերը ասելով, ամեն բան առաջ կնշмарեք, որ Դավիթ ընտրություն կատարած էր եւ որոշած էր Տերը փառավորել, ինչպես ասենք, օրհնե Տերը ով իմանցս կնշանակե փառավորե Տերը, փառավորե։ Ուրեմն այս ընտրությունը ըրած էր հագարակ դիրող վիճակներուն, հագարակ այդ դխուր բարականերուն, անհաճելի բարականերու մեջ որ գտնվեր, ինք որոշած էր Տերը փառավորել։ Սակայն հարցում մգծակի, երբեք խորհած եք ինչպես Տերը կփառավորենք, կամ ինչպես Տերը կփառավորվի, ինչպես, եւ ավելին գա, որոնց առջև կփառավորվի,
Հիմա մենք դերը պիտի փառավորենք։ Որոնց արչև։ Արդյոք եկեղեցիներու մեջ երբ մարդիկ Փառք Հիսուսի գսեն դերը փառավորած կլան։ Աստված կփառավորվի սիրելներ մեր գենցաղին մեջ եւ միջոցով։ Երբ կհոժարինք անոր գամքը գադարվի մեր կյանքերու մեջ։ Աստված կփառավորվի։ Այդպես ալ չենք աղոթեր հայր մեր դերունական աղոթքի մեջ։ Քու գամքը դլա ինչպես երկինքը նույնպես ալ երկրի վրա ոչ թե դարբեր մարդոց իմ կյանքիս վրա քու գամքը դլա։ Երբ կհոժարինք անոր ուզածը գադարելու եւ ասել հայր փառավորվե իմ կյանքիս մեջ այն ադեն իրապես ցայմը պիտի լսես խղճիտ մեջ որ գսե փառավորեցիալ եւ պիտի փառավորեմ ով այսպեսի աղոթք մատուցանեց մարդացյալ Հիսուս հայր փառավորե ու որդիդ եւ ցայն ամբիջապես եկավ երբ որ մենք Աստծո կամքը գադարենք դերը պիտի փառավորվի որոնց արչև կփառավորվի խորած եք արդյոք այս ուղղությամբ Աստված որոնց արչև կփառավորվի որտեւ երբ որ մեկը կփառավորես հոս երկրի վրա մարդիկ ինչպես կփառավորեն անձերը ինչպես մարդոց ներկայությամբ մեկումը կփառավորեն կպատվեն եւ անոր լավ առաքինությունները կհիշեն ուրեմն մենք զասված կփառավորենք բոլոր երկրավոր ու երկնավոր զորություններուն արչև եւ իր եկեղեցի մեջ այդպեսով դերը կփառավորենք անշուշտ այս ընդրությունը ընելուն համար Դավիթ թրթաբաճարներ ուներ եւ շատ բաճարներ ուներ Դավիթ անկասկած ամեն բան առաջ Դավիթ միշտ գիշեր ինչպես Եհովա Աստվածը իրենց ժողովրդին մեջ հրաշներ կատարած էր գիտեր պատմությունը իրենց հայրերուն ճաշտած Աստծո մասին լավ տեղյակ էր ան իր հզոր բազուկներով քերբնական հրաշներով իր ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանած էր ոչ թե միայն լսած էր անցյալին կատարված հրաշները կործեր եւ շնորհակալություն գայքներ հաբա նաեւ ինք անցամբ իր հայրերուն հավատքի մեջ կգալեր անցամբ գենթանի Աստծո հետ փորձառություններ ուներ Դավիթալ գվայելեր Աստծո օրհնությունները իր կյանքի մեջ ոչ թե միայն անցյալով կբարձենար ինչպես այսօր շատ էր անցյալով կբարձենան մեր հայրերուն հավատքը մեր հայրերը եւ այլն այնպես որ կբարձենա միջ ներգած սակայն դխուր է ցավալի է այս բարակային մեջ կգտնվեն նաեւ կամ այս վիճակի մեջ փարիսեցիները անցյալով կբարձենային մենք հայր Աբրահամի որդիներն ենք մենք լավագույն ժողովուրդն ենք, Աստծո ժողովուրդն ենք, սակայն Հիսուսի ժամանակ անգել նաև առաջ անոնց վիճակը շատ դխուր էր եւ փարած դերը խաչեցին։ Դավիթ անցյալի պատմություններով չէր բարձենար միայն, այլ ներգան Գաբրիել ճշմարիտ հավատքով Աստծո խոստումներուն գարչած ինչպես անցյալին կգարչեր միշտ բոլոր բարականերում մեջ Դանիելի նման երբ ամեն բան լավ էր դերը կփառավորեր գաղոթեր կբաշխեր երբ նեղության մատնվեցավ դուրս դժվարության դարձյալ շարունակեց պատուանները բացավ եւ իր ցայնը բարձրացուց առասպած այո խոստումներուն գարչած էր իր բոլոր սաղմոսացները թե գարտանք դասնյակ անգամներ գսե դերը բարի է թուն իմ ամրոցս ես իմ աբավենս ես
իմ զորությունս ես, իմ հույսս և լույսս թուն ես, ես որ մե պիտի վախտամ։ Եվ հոսքս է, ով իմ անցս, օրհն է դերը, և անոր բոլոր բարերարությունները մի մոռնար։ Շնորհակալություն գայտնե իր անձնական կյանքի մեջ վայելած ֆիզիկական և հոգևոր բարիքներուն համար։ Ով իմ անցս, անցս բարը Սուրբ Գրայի լեզվով հոգի կնշանակե։ Ով իմ հոգիս, ինչ է հոգին, այն հոգևոր ընդունակություններն են, որոնցով դերոջի հետ կհաղորդակցենք։ Մեր միտքը, մեր խիղճը, մեր կամքը, մեր զգացումները և նաև մեր խոսքերը։ Անցը հոգին է։ Հիսուս ըսավ կգարտանք, ինչ կշահի մարդ, եթե բոլոր աշխարհը շահի և իր անցը գործընծնե։ Պողոս առաքյալ գսե, քանզի վգա է ինձ ասված, որ ես կպաշտեմ իմ անցովս, իմ հոգյովս, անոր որդվույն ավետարանի մեջ, Հռոմայեցիս 1:9։ Պողոս առաքյալ գսե, շատ անգամներ, որ անցովս ոչ թե միայն դերը կպաշտեմ, հապա նաև անոր կծառայեմ։ Այսինքն Պողոս առաքյալ իր անցը հնազանդեցուցած էր Աստուծո, ուզային կպաշտեր բոլոր հոգիով և ավետարանը քարոզելով։ Նույն նամակի մեջ Հռոմայեցոս 10-րդ գլուխի մեջ կսե, անցերնիդ Աստուծո ընծայեցեք։ Մեր միտքը, կամքը, ինչպես որ ասի, մեր խիղճը, մեր հոգին դրամատրենք և այսպես մենք ասենք, ով իմ անցս, փառավոր է դեր, փառավոր է, մեծար է։ Դերը փառավորելը միայն խոսքերու արդասանություններ չեն, հապա կյանք է, կյանք է։ Կյանքով դերը կփառավորենք։ Զարմանալի Դավիթի ներսիթի մեջ կործող հոգին նոր գդագարանի առաքյալները ներշնչեցին ու անոնք քրեցին, ուսուցանեցին, թե ինչպես կրնանք դերը փառաբանել։ Եվ փապակս է, որ Դավիթի այս խոսքերուն իմաստը հասկանանք և տեսնել Դավիթի քոհաբանության հոգին և հարց տանք մենքս մեզ, որ մենք այս գլիմայի մեջ կգտնվենք, շնորհակալություն կհայտնենք այս երկու օրերու մեջ ընդհանուր բոլոր Կանադայի ժողովուրդը քոհաբանական դոմն է։ Հարց տանք, մենք կրնանք Դավիթի պես ասել, ով իմ անցս, փառավոր է դեր։ Եթե Դավիթ գրծավ ասել այդ նեղություններու մեջ, դժվար բարականերու մեջ, մենք կրնանք ասել, անշուշտ կրնանք ասել, ոչ թե կրնանք ասել, մեր շահը կբան չէ, որ դերը փառավորենք, կբան չէ։ Մարդոց ըմբռնումը դերը փառավորելու մեջ շնորհակալություն հայտնել հետևյալ ըմբռնում ունին։ Եվ ասիկա սխալ չէ, բայց միայն այս չէ, շնորհակալություն հայտնել մեզի բարգեւած առողջության համար, փառք տալ, շնորհակալություն հայտնել երկրին համար, հրթիռներ չեն ինար, կամ մեզ չեն հալածեր, շնորհակալություն հայտնել, շնորհակալություն հայտնել օդին համար, բարեբախտաբար կառավարությունը բիլ չի ղրգեր, չսեր նայր տուն օրական, քանի ժամ գշնչես, այսօր համար պետք է վճարես, փառք Աստծո, օդը ծրի է, շնորհակալություն հայտնել օդին, ջուրին համար, մեր աշխարհին համար։ Եվ նաև մարդոց ըմբռնում այն է, որ շնորհակալություն հայտնել այն աղբյուրներուն համար, ուր թրամ գոհոսի է մեր կրբանները գլեցնեն։ Շնորհակալություն հայտնել փուսական աշխարհին համար, հագարականոր, որ
քեմիկալներով գսունուցավի, վնաս չունի, շնորհակալություն գայտնենք, մի քանի անգամներ ալգաղոթենք եւ դերը գսրբե, շնորհակալություն հայտնել, այնպես որ շատ բաներով համար շնորհակալություն գայտնեն, մարդիկ կա մինչև իսկ իրենց շունին եւ գադույն համար շնորհակալություն գայտնեն, փառք Աստուծո, որ առանցին չեմ սկար, Աստված գադումը ղրգած է, այնպես որ լավ ընկեր մնե, մդերին բարեկամ մնե, եւ այլն եւ այլն։ Եվ այս օրերս այնպեսի օրերու մեջ գաբրին, շատ երկիրներու մեջ Եվրոպայի, չեմ գիտեր թե հոսալ գա կամ պիտլա, հադուկ օր բգա, մարդիկ իրեջ շուները, գադուները, եկեղեցի գտանի, որ օրհնե գրոնավոր, Աստուծո գոմե շնորհակալություն գայտնեն անասուններուն համար, հիշյալ բոլոր բաներուն համար շնորհակալություն հայտնելը լավ է, շունեն գադույեն զատ, ամեն բանի համար, օդին համար, չուրին համար, գերագուրին համար, փառք տալ հիանալի է, սակայն ոչ միայն այս բաներուն համար, գարտացված հատվածի մեջ, գարտացինք հոս, ուրիշ պատճառներ գիշե Դավիթ, որոնց համար դերը գփարավոր է, շնորհակալություն գայտնի, ով իմանցս, օրհնե դերը, փարավոր է դերը, որպես քրիստոնյաներ Դավիթի հոգին ունենալու ենք, նույն հոգին է, Դավիթի ներսիտին կործող Սուրբ հոգին, թե վայնադեն բաշտոնապես Սուրբ հոգին իջած չեր, ինչպես Պենտեկոստեի օրը իջավ, սակայն Աստուծո հոգին իր ծառաներուն վրա գիչներ գահանչեր եւ իր կորձը կգադարեր Աստծո ծառան ետ կքաշվեր, այնպես որ նույն հոգին, որ Դավիթի մեջ կկործեր, մեր մեջնալ կկործե, եւ կարևոր պատճառներ գեհիշերան եւ զաստված գործներ, թվեմ այդ պատճառները, առաջին նկատեցիք, որ գկավե բոլոր անօրենությունները, երրորդ համար, որ գկավե բոլոր անօրենությունները, հիանալի հրաշք մնաս, հրաշքներուն հրաշքը, Աստուծո շնորհակալություն հայտնել, որովհետև մեր մեղքերը ներեց Քրիստոսով, մեծ շնորհք է։ Կարճ հոս հիշեմ, թե որտեղ Դավիթի վիճակը մեր առջևն է, Դավիթ ինչպես կսկար, անորաբար գուսեմ հիշել հին ուխտի և նոր ուխտի շրջաններու մեջ մեղքերու թողության դարբերությունը։ Ցեզի ցույց տալու համար թե մենք որքան ավելի երանելի ենք Դավիթեն։ Եբրայեցվեց թուղթին հեղինակը կբացատրե այս դարբերությունը։ Գսե 10:4-ի մեջ վասնզի նոխազներուն ու սուլերուն արյունը չգրնար մեղքերը վերցնել գսե, վերցնել։ Հին ուխտի շրջանի եբրայեցին իր մեղքերու թողության համար ոչխար մգբերեր եւ իր ցերկը ոչխարի վրա տնելով քահանան հատուկ աղոթներով ոչխարը գմորթվեր։ Եբրայեցին մեղքեր ոչխարին վրա գանցներ եւ ոչխարը եբրայեցին մեղքերը գրելով իր վրա գմերնի եւ եբրայեցին ազատ կարձակվի։ Ուրեմն մեկ կողմ գտրվի։ Մեղքերը մեկ կողմ գտրվի։ Փնակիրը գսե փարամերի մեկ կողմ։ Եբրայեցի մեղքերը մեկ կողմ գտրվի։ Իսկ շարունակելով բացատրությունը 18-րդ համարի մեջ գսե իսկ ուր ասոնց թողություն գա ալ մեղքի բադարակ բեք չէ։ Հիսուսի գադարած փուն զոհը եկավ եւ այդ բացատրությունը Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ եւ գսե որտեւ Հիսուս մեռավ ալ թողություն գա եւ փնակիրը գսե աֆիսի որ գնշանագե սրբել գնշանագե անմեղ սեբել եւ նաեւ գնշանագե ազատ արձակել։ Եթե Դավիթ իր մեղքերը մեկ կողմ թրվելուն համար դերը գործնե գփարավոր է որքան ավելի մենք Քրիստոսի արյունով
մեր մեղքերը սրբվեցան, որքան փառք պետք է տանք, շնորհակալություն հայտնելու ենք, ոչ թե մեկ կոնտրվեցավ, Աստված քու կործած մեղքերդ երբեք մարդոց ըրածին պես երեսիդ չի զարդեր, երբեք, մարդիկ չեն մորնար, վայ քեզի եթե մարդոց սերքի ինաս, երեսիդ կզարդեն, 20-25 տարի առաջ ինչ փամբը ըրած ես, սխալ և հագարակ որ ներողություն ալսած ես, երեսիդ կզարդեն, Եղբայր, վերջացավ այլևս անի կոծվեցավ, այո, բայց գիշես չէ, թունի չրեր ինձի, չի մորնար։ Մեկ կոն թրած է, և որ արիթը ներգայնա, երեսիդ կզարն է, գիշես չէ, ինչ չրիր, դերը բայց այդպես չկավ։ Սրպեց, ալ չհիշեր։ Բոլոր մեղքերդ գները բայմանա, որ խոնարիս և անգե ներողություն խտրես։ Երկրորդ պատճառը, որ Դավիթ շնորհակալություն հայտնի, երրորդ համարին երկրորդ բաժինի մեջն է։ Գսե, որ կբժշկե քու բոլոր հիվանդություններդ։ Քու բոլոր հիվանդություններդ։ Դերը ոչ միայն փրկիչ է, այլ նաև ըսկանչելի բժիշկ է։ Անանցյալին Երուսաղեմի փողոցներու մեջ մինչ կծարայեր, գկալեր, ինչ հիվանդություններով մարդիկ իրար չևը գուկային գպժշկեր, բոլոր հիվանդները գպժշկեր։ Ներգայիսալ Հիսուսի անով բժշկություններ դեղի գունենան և մենք ասոր համար աստուծո փառք կուտանք։ Դժբախտաբար հոս է մարդարարածը զարմանալի։ Ինչպես անցյալի ներգայիսալ մարդիկ աստծո գոմե բժշկություններ կստանան, սակայն քիչեր շնորհակալություն գայտնեն։ Գիշեք 10 փորոտները։ Բոլորն ալ բժշկվեցան, մեկը դարձավ շնորհակալություն հայտնեց։ Երրորդ պատճառը, որ Դավիթ շնորհակալություն գայտնե, չորրորդ համարի մեջն է, որ գփրկե քու կյանքդ ապագանութեն է։ Թեր ինչ կուզես։ Կյանքդ ապագանութեն է գփրկե։ Այնիչ որ Հիսուս խաչին մահովը ըրավ այսեր։ Մարդը ապագանութեն է փրկել։ Իր կյանքը մեզի տվավ, որ մեզ ապագանութեն է փրկե։ Մարդը առանց վերստին ծնունդի ապագանության գերտա։ Սակայն երբ Աստուծո անապագանացու խոսքովը վերստին ծնունդ կունենա, այն ադեն մարմինը կապագանի, բայց հոգին կյանք կստանա։ Անոր հոգին փրկված է ապագանութեն է։ Դավիթ կսե, որ կփրկե քու կյանքդ ապագանութեն։ Ոչ քու մարմինդ, մարմինը պիտի ապագանի, փախուս չի գա։ Քու կյանքդ կփրկե, հոգիդ կփրկե։ Հսկանչելի կերպով քու ողորմությունները ցուցուրթում, որ քեզի հուսացողները աչ ցերկովդ գազադես կսե 17-րդ Սամոսացի մեջ։ Ուրիշ տեղ մը կսե քու ողորմությունը մեծ եղավ իմ վրաս 86-13։ Քու ողորմությունով պիտի ցնծամ եւ ուրախ լամ կսե Դավիթ 31-7։ Բոլորս ալ գվգայենք, բոլորս ալ, եթե ուզենք մեր մանկութեն է մինչև այսօր թե որքան մեծ էր Աստուծո ողորմությունը, մեծ։ Ուզես հիշել քո անցյալի օրերդ, քնա մանկության օրերդ, երբ բադանի էիր, հիշե այն վիճակները, որում մեջ կգտնվեր, երբ երդասարդ եղար, հիշե ինչ բարակաները անցավ, Տերևս դերը քեզի մահեն ազատեց, ես երբեք չեմ մորնար, 4 անգամ մահեն ազատեց։ Հիշե երբ ընտանիք կազմեցիր, ինչ վիճակներու մեջ անցար, Աստված իր ողորմությունով միջամտեց, այսօր այդ մեկտեղ սակայն, մարդիկ տագավին ապերախտ են, ապերախտ, գքանքադին, գքանքա, ամեն ինչ ունին, գքանքադին,
Ինչ կուզես։ Շնորհակալություն հայտնի։ Փառք տուր Աստծուն։ Ինչ որ ես դիկնոջդ համար, զավակներուդ համար, դունին համար, ինչ որ ես կործիդ համար, առողջությանդ համար, գփավե որ ոտքի ես, գքալես, շնորհակալություն հայտնի։ Այնպես որ ինչ ըրած է Աստված, կամ ինչ կնե Աստված մեզ համար, ասի կարևոր է գիտնալ, բայց նաև մեր թիրքը անոր առջև։ Ինչը շնորհակալության հոգիով լեցված ենք, այնպես որ այն օդարասկյա 10 փորոտներուն մեջ են 10 բժշկվեցավ, մեկը օդարասկի է, վերադարձավ, Հիսուսը դուք ձեզի կացեք քահանային ծծուցեք, ամենը երթային, մեկը անդրադարձավ, որ ես բժշկված եմ, ինչ գործ ունեմ, եկավ ետ շնորհակալություն հայտնել, մույս ինը ուր են ըսավ Հիսուս, ուր են մույս ինը, այսօր դերը քեզի ալգս է, ուր ես, ամոթ է, չի վայել էր քեզի, քանքատ, ուր ես, հիշե իմ դված փարիկներս, օրհնություններս, ձնաձորետ միջև այսօր, հիշե, շնորհակալություն հայտնել, սորվինք Դավիթին պես, այնպես որ Դավիթ ուրիշ շատ պատճառներ ուներ, որոնց համար գսե ով իմանցս փարավոր է դերը, Թրուցիկի մեջ պատմություն բգարտացի, օրմը հավատացյալի մեկը երազ գտեսնե, երազի մեջ ինքզինքը մեծ սենյակի մեջ գտեսնե, երգիկ գերտա և ու մեծ սենյակի մեջ ինքզինքը գտեսնե, որ բավական կործունյա էր այդ սենյակը, բավական հրեշտակներ կործի վրա էին, հարցուց, ինչու համար այս սենյակը շատ սպաղ է, այս սենյակը գսե շատ սպաղ է, որտև երկինք պարստացող խնդրանքներով գսպաղի, այնքան որ շատ են խնդրանքները գսպաղին։ Երկրորդ սենյակ մնալ դարավ հրեշտակը, հարցուց հոս ինչ կա, հոսալ գսե երկրեն խնդրանքները պատասխանելու համար գաշխատին, որպեսզի պատասխանը ղրգեն։ Իսկ երրորդ սենյակ մնալ գտանի հրեշտակը, մեծ սենյակը, որ միայն երկու հրեշտակներ նստած էին, ցերկերնին ձալած, գսե ասոնք կործունյա չեն, գսե ասոնք գսպաղվին երկրեն երկինք պարստացող շնորհակալության աղոթներով և ինչպես կտեսնես շնորհակալություն հայտնող չկա։ Այս է մարդարարածը։ Թերևս ասիկա մանուկներու պատմությունը գսեպի, բայց ավելի խորհուրդ ճշմարտություն բգա։ Կողնակ սրտով շնորհակալության աղոթներ չեն պարսրանար, ամեն բան գա, ամեն բան ունին, այնպես որ փարիկներ գվայելեն, շնորհակալություն գայտնեն, օդին համար, ջուրին համար, ջաշին համար, ասոր անոր համար, բայց փարք չեն դար այն փարիկներուն համար և գմորնան անցյալը, ներգային համար փարք չեն դար։ Մենք քրիստոնյաներս ավելի պետք է ընենք։ Այս շնորհակալությունները, որոնք մարդիկ կհավաքվին սեղաններու շուրջ, լավ է, սխալ չէ, հիանալի է, քոնե անաբաշխարներ նույնիսկ թերևս սաղմոսած մգարդասանեն Thanksgiving-ի արիթով սեղանի շուրջ, բայց մենք ավելին ունենք, փրկություն ունենք, Քրիստոսի սերը ջաշակած ենք, անոր շնորհքը հասկացած ենք, այնպես որ անոր որդիներ ըլլալու շնորհքը ունենք, մեր հոգիներուն փրկությունը վստահ ենք անոր հետ հաղորդակցելու շնորհք ունենք, հավիդյանս անոր հետ ապրելու շնորհք ունենք, ան չսավ ուր եմ ես տուգալ հոն պիտի ըլլակ,
Երանի թե ամեն առավոտուն, երբ աչքերդ կփակես, այս համարը ասե, այս նախատասությունը ասե, ով իմանցս, փարավոր է դերը, եւ անոր բոլոր բարիքները մի մոռնան։ Գուզես այս առավոտ ուխտդ նորոգել եւ ասել խոստանալ ով դեր, ես այլևս պիտի չկանգնեմ։ Ամեն արդու, երբ աչքերս փանամ, այս աղոտ կբիդանեմ քեզ։ Երանի թե այո ասես, խոստանաս եւ ուխտնես Աստուծո հետ, որ այլևս ամեն բանի համար շնորհակալություն պիտի հայտնեմ։ Դերը ցեզ արադաբես օրհնե իր փառքին համար։ Ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն, որ մեր կյանքին մինչև այս բահը մեզի օրհնեց, հայթայթեց, զորացուց կյանք տվավ։ Փառավոր ենք Տերը իր գադարած մեծ փոխանորդական զոհողության համար։ Քանի այս աշխարհի մեջ կաբրինք, ամեն օր փառավորենք զինք եւ վարժեցնենք մեր անձերը զինք փառավորելու։ Քանի ամբողջ հավիտենականությունը փառավորությունով պիտի անցնենք։ Պիտի վերջացնենք երգելով 110-րդ երգին առաջին, երկրորդ եւ չորրորդ տուները, երրորդ տունը զանց պիտի անենք։ Չորրորդ տունը ոտքի պիտի երգենք եւ հովիվին աուտկով պիտի փակենք։ Կյանքի ծովում վրա մոտոր գահույս, խորիս է այլևս մռած է ամեն հույս, թվե մի արմիկ ու մեծ օրհնություններ, որ հիանասին չեր ըռած է քեզ դեր, թվե մի արմի օրհնություններ, որ տեսնես թե ինչ ըռած է Չարչար հոգերում մեծան ռապեր, թե խաչին լուծը գրել են ես ընջեր, թվե մի արմի օգնություններ բոլոր, որ կյանք տլա երբ մզը վարդամ մենոր, թվե մի արմի օգնություններ, որ տեսնես թե ինչ ըռած է մեկ-մեկ հիշե բարիքներ, որ հիանաս ինչեր ըռած է քեզ դեր։ Մի վհադիր փորձությանց մեջ մեծ վզդիկ, զիդերն ամենում վրա է աստեցիկ, թվե մի արմի բարիքներ պրեշտակներ, մինչև ճամպուտ վաղճան քեզ ենքաչաներ, թվե մի արմի օրհնություններ, որ տեսնես թե ինչ ըռած է դեր, մեկ-մեկ հիշե բարիքներ, որ հիանաս ինչեր ըռած է քեզ դեր։ Այո դեր, թուն բարյաց աղբյուրը եղող Աստված ես, մեզ օրհնած ես շատ մեծ բարիքներով, օրհնություններով, մեր կյանքը մինչև հոս փերած ես, բայց մենք դեր աբերախտ կգտնվենք, ները մեզի դեր, որ շնորհակալություն հայտնելը կբորդանք, օգնե մեզի, որ միշտ հիշենք քո բարիքներդ եւ քո հունակ սիրտով քեզ հետ քալենք։ Այս խորհրդածությունները դեր մեր սրտերում մեջ կընկես եւ լավ որ
մեր կյանքերուն համար հոգի եւ կյանքը լան։ Արցակես մեզ քու խաղաղությամբ, Փարքիդ համար կխնդրենք, ամեն։